21-րդ դարում բոլորիս աշխի առաջ, ամբողջ աշխարհի աշխի առաջ, այդ աշխարհի ամենահնագույն ազգերից մեկը եզդիները վերանում են։ Աշխարհի առաջ։ Բայց ո՞նց կարելի է աստղերը փակել։ Ո՞նց կարելի է չխոսել, ո՞նց կարելի է հաշվել այդ մտքի հետ։ Այդ ստոր բարբարոս ազգերի նկատմամբ, որոնք այսօր ուզում են մեզ վերացնել եւ մեզ համարում են գաուրներ։ Գաուրներ ոչ թե միակ եզդիներն են համարում, այլ քրիստոնյա ժողովուրդներն են համարում գաուր։ Գաուր իբր թե անաստված, աստված չպաշտող, ընդհակառակը, իրանք են անաստված, իրանք աստված չեն պաշտում, եթե պաշտեն երեխաներին չեն մորթի, կանանց չեն բռնաբարի, մարդկանց ֆիզիկապես չեն վերացնելու, դրանք դաժան են, դրանք ոչ թե մարդ են, այլ մարդագեն են, ես այդպես կասեի, դրանք մարդագեն են։ Այդ ահաբեկչական խմբավորման վերաբերյալ իտալացի լրագրողներից որոշները իրենց հետազոտության արդյունքում հայտնաբերել են մի բան, որ վերոնշյալ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները գտնվում են թմրադեղերի ազդեցության տակ եւ այդ հատուկ թմրադեղերը ներկրվում են Արաբական Էմիրատներից եւ հատկապես նաեւ Քաթարից։ Այսինքն սրանից մենք կարող ենք նաեւ եզրակացնել այն, որ սա դիտավորյալ ինչ-որ մուսուլմանական աշխարհի ընդդեմ եզդիական կամ չգիտեմ ինչ-որ ջիհադի համար չի արվում, այլ սա հատուկ պետությունների կողմից ծրագրված ծրագիր է, որոնք ցանկանում են տիրանալ եւ Սիրիային եւ Իրաքին։ Բնականաբար սա արդեն իսկ մենք նաեւ կարող ենք միանշանակ նշել, որ ամենամեծ խառն է հենց Թուրքիայի, որը իր մեծ շահն ունի իր նեո-օսմանիզմի գաղափարախոսության տարածումը եւ այսպես ասած նոր օսմանյան կայսրության ստեղծումը եւ իրեն որպես նաեւ հետագայում ղեկավար դրա հռչակելու Էրդողանի ցանկությունները։ Բնականաբար այս ամեն ինչը այս ամենի հետ կապված նաեւ քուրդ լրագրող Ժիարը Իրաքի Քուրդիստանում տպագրել էր մի հոդված, որտեղ նշվում էր, թե ինչպես է կազմակերպվել եզդիների ցեղասպանությունը եւ որում նաեւ մասնակից է եղել հենց Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին։ Մինչև այս դեպքերը մեկ օր առաջ օգոստոսի 2-ի առավոտյան հանդիպում է տեղի ունենում հենց Հորդանանում, որտեղ որ մասնակից են լինում տվյալ հանդիպմանը մի շարք տերությունների, ուրեմն հատկապես իսլամական պետությունների ներկայացուցիչներ եւ հոդվածում նշվում է, որ հատկապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից է այն ֆինանսավորվել։ Բնականաբար այս տեղեկատվության մասին հենց տվյալ հանդիպման մասնակիցներից մեկն է վաճառել Իրանի հատուկ ծառայություններին եւ այս տեղեկատվության հետ կապված խոսվում է, որ 10 միլիոն ամերիկյան դոլար է տրամադրվել հենց Իրանի կողմից, որպեսզի գնի այդ տեղեկատվությունը։ Այսինքն սրանից եւս մենք եզրակացնում ենք, որ այս ամեն ինչը եզդի ժողովրդի դեմ եւ ընդհանրապես այս ամեն ինչը իրականացվում է գերտերությունների կողմից Իրաքի տարածքներին տիրանալու եւ հատկապես Սիրիային թուլացնելու։